Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք կառավարության 2026 թվականի մարտի 19-ի հերթական նիստի աշխատանքները։ Նախ օրակարգը պիտի հաստատենք, կան առաջարկներ, դիտողություններ օրակարգի վերաբերյալ չկան։ Օրակարգի նախագիծը դրվում է քվեարկության, ովքեր են կողմ դրա հաստատմանը։ Դեմ չունենք, օրակարգը հաստատված է, քննարկում ենք չզեկուցվող հարցերի փաթեթը, կան առաջարկություններ չզեկուցվող հարցերի փաթեթի վերաբերյալ չկան, ըստ այդմ քվեարկության դրվում չզեկուցվող հարցերի փաթեթ, ովքեր են կողմ դրա ընդունմանը, դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը ընդունված է, քննարկում ենք զեկուցվող հարցերը, անշարժ գույք ամրացնելու մասին հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդայցյան, համեցեք պարոն Խուդայցյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում անշարժ գույք ամրացնելու եւ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան Նոր Գմարաշ Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող 7000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շուրջ 417 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը, ուրեմն ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը, այնուհետև անորոշ ժամկետով տրամադրել Հայ-Անտառ ՊՕԱԿ-ին։ Նշված հողամասը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, արդեն սեփականությունը գրանցված է, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել գլխավոր դատախազության հայցի հիման վրա հակակոռուպցիոն դատարանի կայացած վճռով, այսքանը խնդրում եմ հաստատել։ Շատ լավ, Տիկին Վարդապետյան, ինչ լրացուցիչ տեղեկությունն եք հայտնելու։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հավելեմ, որ գլխավոր դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 27-ին տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող 1.107.000 ամերիկյան դոլարին համարժեք 417 միլիոն 659 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7090 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության այս գույքի վերաբերյալ հայցադիմումը հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել էր 25 թվականի մարտի 7-ի վճռով։ Դատախազությունը դատարանից հայցել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի եւ ֆիզիկական անձի միջև 2005 թվականի հուլիսի 21-ին կնքված առողջարքի պայմանագիրը եւ կիրառել անվավերության հետևանքներ։ Կառավարության այսօրվա որոշման նախագծով, ինչպես արդեն նշվեց նախարարի կողմից, առաջարկվում է գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը։ Հիշեցնեմ, որ կառավարության նախորդ որոշումներով հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող եւս 5 հողամաս ամրացվել է շրջակա միջավայրի նախարարությանը եւ այսօրվա դրությամբ շրջակա միջավայրի նախարարությանն ամրացված Երևան քաղաքի Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ընդհանուր 3 միլիարդ 381 միլիոն 573 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով շուրջ 7.5 հեկտար մակերեսով 6 հողամաս։ Նաեւ ձեր թույլտվությամբ հավելեմ, որ բացի այս գույքից մենք բոլորովին վերջերս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաշտության եւս մեկ համաձայնություն ենք ստորագրել դատարանում, դա թվով 10-րդ համաձայնությունն է եւ այս համաձայնության շրջանակներում Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղում գտնվող շուրջ 20.6 հեկտար մակերեսով հողամաս, որի միջին շուկայական արժեքը 323 միլիոն 800 հազար դրամ է, կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը։ Հաշտությունը կնքվել է մարտի 5-ին, որոշակի օրենքով նախատեսված ժամկետ ունենք կսպասենք եւ հավանաբար հաջորդ ամսվա ընթացքում այդ գույքը եւս կամրացնենք Հայաստանի Հանրապետությանը։ Կանխատեսելով հարցը ասեմ, որ Հայաստանի Հանրապետությանն ենք ամրացնում, որովհետև հաշտությունը կնքված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում, ի տարբերություն պետական շահերի պաշտպանության հայցերի, որոնց դեպքում մենք գույքը վերադարձնում ենք համայնքին։ Ապօրինի ծագում ունեցող գույքի դեպքում հայցվորն արդեն Հայաստանի Հանրապետությունն է եւ գույքը պետք է ամրացվի Հայաստանի Հանրապետությանը։ Նաև հիշեցնեմ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով ունենք 9 եւս հաշտության համաձայնություններ, դրանց մասին բազմիցս առիթ ունեցել ենք խոսել։
Ընդհանրապես հավելեմ, թե ինչին է վերաբերում այս նոր հաշտությունը, դա 23 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումի մի մասն է, ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի եւ նրա կնոջ։ Բացի այդ, հիշեցնեմ, որ Աբովյան քաղաքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է վարույթ, որը 2025 թվականի նոյեմբերի 6-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Մենք մի փուլի ենք հասել, պարոն վարչապետ, երբ մեր քրեական վարույթները, որոնք ուղարկվում են դատարան, եւ ապօրինի ծագում ունեցող գույքով հաշտությունները կամ վճիռները արդեն կարծես թե նույն ժամանակահատվածում են կայացվում կամ դատարանների կողմից վարույթ ընդունվում։ Բացի այդ, մենք վերջերս մի վարժություն էինք արել ամփոփելու համար 2018-25 թվականների ընթացքում, թե Հայաստանի Հանրապետությանը մեր այս գործառույթի շրջանակում ընդհանուր ինչքան գույք է ամրացվել եւ ինչ արժի այդ գույքը, հիշեցնեմ, խոսքը կադաստրային արժեքների մասին է կրկին լինելու, քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական համայնքային շահերի պաշտպանության հայցերով եւ հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 23 թվականից նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմով Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի եւ դրամական միջոցների հանրագումարը շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամ է կազմում, եթե դոլարային համարժեք փորձենք հաշվել, մոտ 773 միլիոն դոլարի մասին է խոսքը, որից 65.8%-ը կամ շուրջ 193 միլիարդ դրամը, շուրջ 504 միլիոն դոլարը ամրացվել է եւ վերադարձվել 2023-25 թվականների ընթացքում։ Չչարաշահելով ուղղակի մի հիշեցում էլ անեմ, որ անցյալ տարի դեկտեմբերին մենք նախաձեռնել էինք Սևանի ավազանի շուրջ դատախազական ներգործության ակտերի հիման վրա բացարձակ նիշից ցածր գտնվող գույքերի ապամոնտաժման աշխատանքները մեր գործընկերների հետ միասին, շրջակա միջավայրի նախարարության հետ միասին եւ փոխվարչապետի կողմից մտահոգություն հնչեց, որ կարծես թե process-ը դանդաղ է ընթանում, մենք դա ընդունեցինք ի գիտություն եւ որոշակի նաեւ մեր աշխատանքը այստեղ ակտիվացրեցինք, նշեմ, որ այս պահի դրությամբ բացարձակ նիշից ցածր քանդվել է մոտ 83 ապօրինի շենքշինություն, որոնք գտնվում են 33 հողամասերում։ Այս process-ը շարունակական է, պարոն վարչապետ, մեզ անդադ քննադատում են, թե ինչի մենք այդ գույքերը չենք տալիս պետությանը կամ ինչի չենք տալիս որոշակի սոցիալական նպատակներով, նորից առիթն օգտագործելով կրկնեմ, որ այդտեղ սեփականության իրավունք լինել չի կարող եւ տարածքը մշտապես գտնվում է սոցիալական նպատակը ո՞ր է։ Ջրի տակ ասում են, այո, մենք ստիպված ենք եղել մի քանի անգամ պարզաբանել, հիմա էլ կցանկանամ նորից այս առիթն օգտագործել ու ասել, որ մենք որևէ մեկի, այդ թվում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը չենք կարող այս գույքերի նկատմամբ գրանցել եւ այս process-ը լինելու է շարունակական, բացարձակ նիշից ցածր, որևէ գույք անկախ իր շուկայական արժեքից չի կարող սեփականության վերադարձվել, քանդվելու է եւ տարածքն ազատվելու է ամբողջությամբ։